Շնորհակալ եմ շատ, հարգելի ներկաներ, բոլորիդ ողջունում եմ։ Մենք այս ընթացքում ըստ էության տարբեր ձևաչափերով անընդհատ կապի մեջ ենք եղել Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հետ, տարբեր նախարարների, մարզպետների, համայնքների ղեկավարների ձևաչափերով ունեցել ենք տարբեր աշխատանքային ֆորմատներ եւ իհարկե կառավարության օրակարգում 2023 թվականից ի վեր այս թեման եղել է առաջնահերթությունների շարքում եւ ըստ էության մենք նաեւ հրապարակային երկխոսության միջոցով փորձել ենք մեր քաղաքականությունների շրջանակները ընդգծել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար մեր ռազմավարական պատկերացումները ավելի ընկալելի դարձնելու եւ ինչպես ես ձևակերպում եմ Հայաստանում տնավորվելու թեմայի վրա առավել մեծ կենտրոնացվածություն ցուցաբերելու նպատակով ես հույս ունեմ որ մենք այսօր բավարար ներկայացուցչական կազմ ենք հրավիրել որովհետեւ ինչպես արդեն ասացի ես էլ անձամբ էլ տարբեր ձևերով շփվել եմ մասնավորապես տասնյակ ղարաբաղցիներ ինձ էլեկտրոնային փոստով նամակներ են ստացել գրել պատասխաններ են ստացել եւ իհարկե այդ նամակները հիմնականում վերահասցեագրվել են մեր գործընկերներին որպեսզի հարցերը ավելի հասցեական գնահատական ստանան եւ ես այսօր հույս ունեմ որ մենք այս ձևաչափով որը ըստ էության գաղափարը այն խորհրդակցությունները որ մենք անում ենք կառավարությունում ինքներս մեր կազմով մի անգամ էլ անենք նաեւ մեր այդ ծրագրի շահառուների նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կազմով որպեսզի տեսնենք մեր կայացրած որոշումները ինչպես են արտահայտվում գետնի վրա ինչպես են արտահայտվում մարդկանց կյանքում եւ փորձենք այն արձագանքները եւ առաջարկները որոնք այս ընթացքում ամենատարբեր ձևերով եւ ամենատարբեր տեղերում հնչում են ավելի համակարգված ձևով լսել եւ ավելի համակարգված ձևով պատասխանել եւ փորձել կոնկրետ պատասխաններ գտնել եւ հստակ տարանջատել այն հարցերը որոնց պատասխանն է այո հստակ ասենք այո այն հարցերը որոնց պատասխանն է ոչ հստակ ասենք ոչ այն հարցերը որոնց շուրջ դեռ պետք է լրացուցիչ մտածել անհրաժեշտ ինֆորմացիան վերցնենք լրացուցիչ մտածելու համար ելի կրկնում եմ ես շատ կարեւոր եմ համարում որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին որ այդ փնտրտուքի հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան որովհետեւ ես կարծում եմ որ ինձ համար ակնհայտ է որ մենք պետքա կենտրոնանանք նրա վրա որ Հայաստանի Հանրապետությունում օգնենք ամեն ինչով աջակցենք որ ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն երկրորդը տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ հարատև իրենց ընտանիքների ճակատագիրը կապեն Հայաստանի Հանրապետության հետ։ Սա շատ կարևոր եւ քաղաքական եւ հոգեբանական առումով շատ կարևոր է։ Ես ընդ որում ուզում եմ ասել, որ ես այսպիսի ձևակերպում հրապարակային 2023 թվականից հետո բավականին ուշ եմ արել, բայց նաեւ կարևոր մի հանգամանք կա այս ընթացքում տարբեր ձևաչափերով ես հանդիպել եմ եւ ումից հարց եմ ստացել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասին է խոսքը ես այս նույն կերպ պատասխանել եմ մի X պահից այդ պատասխանները դարձել են հրապարակային ինչ են X պահից դարձել հրապարակային որովհետեւ մեզ համար էլ ա եղել մտածումների փուլ մենք էլ ենք մտածել մենք էլ ենք փորձել հասկանալ թե որն է հարցը որին պետք է պատասխանենք եւ հարցը ձևակերպելուց հետո որն է վերջո այդ հարցի ճիշտ պատասխանը որպեսզի մենք ի վերջո կարողանանք մի հանգրվանի հասնել ես կարող եմ ասել հետեւյալը որ մեր գործընկերները համոզված եմ կներկայացնենք 2023
թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար ամենատարբեր ծրագրերով եւ մենք համոզված ենք որ մի մասը հստակ եւ հասարակական տեղ է հասել գուցե այդ հասարակականությունը տեղ լինի ոչ ամենաբարձր ճշգրտության երևի այսօր այդ թեմաներով էլ կխոսենք բայց ես կարծում եմ որ ճիշտ կլինի որ առնվազն մեր խոսակցության երկրորդ կեսը եւ եզրափակիչ մասը նվիրված լինի մեր անելիքներին ապագային թե ինչ ենք անելու մենք սրանից հետո որովհետեւ ես վիճակագրությունը տեսա այս պայդրությամբ ընդամենը 1700 քանի ընտանիք է որ ծրագրերով տուն է ձեռք բերել իհարկե սա մի կողմից այս թիվը քիչ չի այն առումով որ այսինքն մեխանիզմ կա որ աշխատում է եթե մի հոգի լիներ կասենք դե մի հոգին ոնց է լինի գլուծեր այդ հարցը 2-3 եթե 1000 եւ ավելի մարդ փաստացի իրականացրել է այսինքն ծրագրի նպատակը իրագործված է նշանակում է մենք առնվազն մեխանիզմ ունենք որի լավարկումը միշտ էլ օրակարգում է բայց այնուամենայնիվ գլոբալ առումով այդ մեխանիզմը կա եւ ես կարծում եմ որ մենք կարող ենք նաեւ արձանագրել որ մի կողմից այս թիվը լավ է մեխանիզմի առումով մյուս կողմից մեզ անհանգստացնում է որովհետեւ մենք ուզում ենք որ ավելի մեծ ծավալներով այդ ամեն ինչը տեղի ունենա ընդ որում ես ուզում եմ ձեզ էսել ասեմ հավաքվել ենք դա էլ ընդգծեմ նախկինում կար շահարկումներ որ ահա առաջիկայում ընտրություններ են կառավարությունը ամեն ինչ անելու է որ քաղաքացիություն ստանալու process-ները ձգձգի խոչընդոտի եւ այլն բայց հիմա ընդհակառակը մենք անհանգստացած ենք որ ծավալները քիչ են իհարկե այս ընթացքում նաեւ մարզային այցերի ընթացքում եղան դեպքեր երբ կոնկրետ անձինք ասում էին որ ինչ որ խնդիրներ կան բայց դրանք փաստաթղթային ենթադրում եմ խնդիրներ են կամ գուցե կառուցակարգային խնդիրներ կան որոնք մենք չենք նկատել եւ չենք լուծել բայց դա պատահում է նաեւ անձնագիր փոխելու կամ այլ process-ների ընթացքում ես նախ ելի ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել որ այսօրվա մեր հանդիպման համար ինչու ավելի վաղ այս ձևաչափով հանդիպում չի եղել որովհետեւ այնուամենայնիվ եւ համայնքներում եւ մարզերում եւ կառավարությունում փոխվարշապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործել է աշխատանքային համակարգող խումբ եւ այդ ձևաչափերը իրենք բավարար չափով հագեցած չեն եղել դե տեղ ունեցել են իրենցով աշխատելու հիմա ես կարծում եմ որ մենք հասել ենք մի հանգրվանի որ պետքա ամփոփենք նախորդ փուլի արդյունքները եւ արձանագրենք մեր առաջիկա անելիքները ես կարծում եմ ձևաչափը դա թույլ է տալիս նախ մեր կառավարության ներկայացուցիչները կներկայացնեն մեր դիտանկյունից ինչպես է երևում ես ակնկալում եմ որ ակտիվ բաց հարց ու պատասխան լինի որովհետեւ մենք այստեղ հավաքվել ենք հարցերը հնչեցնելու եւ պատասխաններ տալու համար որևէ իմաստ չի ունենա այսօրվա հանդիպումը եթե մենք այսօր հավաքվել ենք մտածենք լավ այս մասին չխոսենք այս հարցը չտանք մեկը չասենք կստացվի որ մեր հանդիպումը ինքնանպատակ է հետեւաբար մեր խնդիրը շատ գործնական է մենք ուզում ենք որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն տուն աշխատանք սոցիալական միջավայր մեզ պետքա ձեզնից ազդակներ ստանալ թե էլ ինչ պետքա անենք որպեսզի այդ հարցը հնարավորինս արդյունավետ լուծենք շնորհակալ եմ մեզ արդյունավետ աշխատանք եմ մաղթում